Ինչ եք կարծում Հայաստանի Հանրապետությունում բռնաճնշումներ կան։ Ես դրանով չեմ զբաղվում ակտիվորեն։ Դե չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, որովհետև ես աշխատում եմ, ես բռնաճնշում չեմ հանդիպել, բայց իզից այն կողմ ես չգիտեմ, կա թե չէ։ Մասնակիորեն։ Դե երևի միայն Արթուր Օսիպյանի դեպքն է։ Ուրիշ չեմ կարծում, մնացածը նախկին ուժեր են, որոնք բազմիցս տեսել են ինչեր են արել։ Կոռուպցիայի մեջ թաթախված երևի այդքան է։ Չէ, այդ իրանց ընտրություններն է էլի սաղ։ Իրանք իրանց մեջ են բռնաճնշմանում, եսիմ ընտրությունները, ընտրվողները, այդ կուսակցությունները, այդ բանի մեջ է, թե չէ մենք ստեղ ազատ ենք մեր համար, մեզ ինչ է եղել, որ ցավը տանեմ։ Ազիզ ջան, թույլ տվեք չպատասխանեմ էլի, տրամադրություն չունեմ, բայց Երևի թե ոչ։ Ինչ բռնաճնշում։ Հայաստանում ինչ չկա, Հայաստանում բացի մարդկությունից ամեն ինչ կա։ Ես ուսում եմ չեմ ջոկում չգիտեմ։ Ես այն գիտեմ, որ լոխլավա։ Ես ընտրության համար եք ասում, թե ինչ համար է։ Ընդհանուր չէ, ընտրության հետ կապված, չարհասարակ Հայաստանում մթնոլորտ, ինչպիսին է, ճնշումներ կան։ Հիմա շատ լավ է։ Առաջ չէ։ Հիմա հոյակապ է։ Այդպես բան չկա։ Չկա այդպես։ Դու ընդդիմության պետք է սպանեն բրտնին, ոչ թե թողնին ամրին։ Հա, էլի։ Հա, Դրանց պետք է փագեն սաղին։ եդի հեչ։ Առանց պատճառ։ Ինչու առանց պատճառ։ Այնքան պատճառներ կա, որ թվարկենք ինչև առավոտ թվարկենք։ Որ ուզենք գտնեն բարձ բան, երբ հասիր։ Սարքեն գլխներն էլ պատճառ։ Որ սարքի։ Արա դրանց առանց սարքելու դրանք ծնվել են արդեն ապորինի ծնվածներ են։ Դավայ։ Ոչ, ով ասում որ կա։ Դե հարցնում եք։ Ոչ։ Դե տգար։ Չկա։ Հա։ Չկա։ Ընդդիմության դեմ օրինակ։ Հե։ Ընդդիմության դեմ կամ նույն եկեղեցու դեմ։ Հայաստանում միջև 2000 այդ հեղափոխությունը միջև բռնաճնշումներ շատ ա եղել։ Հիմա մենք ավելի ազատ ենք, մեր մամուլը ազատ է, ժողովուրդը ազատ, ամեն ինչ ազատ, մեր բռնաճնշում չկա։ Իսկ ընդդիմության նկատմամբ, եկեղեցու նկատմամբ դա ինչպես է։ Դիտի ինչ կա։ Ես եկեղեցին, ես արծաթաբաշտ մարդ եմ։ Եկեղեցու ղեկավարը ծնվել է, չէ, Հայաստանում։ Նա փաստամ, ծնվել է, չէ։ Ունեցել է ծննդական, պասպորտ, սովորել է դպրոցում, սովորական հայ մի պատանի կամ հայ աղջիկ, չէ։ Մի հատ պատասխան է, ճիշտ չեմ ասում։ Հիմա որ եկել է այն պահը, որ գտնում են, որ դա ինքը, ասենք, հանցանք է գործել։ Թեկուզ լինի ամենաբարձր աստիճանի վրա, հանցանք է գործել։ Ուրեմն նրան պետք է ասեն դու անկասելի մարդ ես, հանցանք ես գործել, մենք չենք կարող ես ինչ որ մի բան անել, այդպես բան չկա։ Այդպես բան չկա, եթե Հայաստանի քաղաքացի է, թեկուզ մեր ամենաբարձր օրգանը, թեկուզ, եթե պատբանանում, նրան ձերբակալին կտատեն։ Ո՞նց կարելի է։ Հայաստանի քաղաքացին անի հանցագործություն, ինքը ունենա այն ստատուսը, որ ոչ մեկը չի կարող իրեն դիպչել, ինքը մնա անկասելի մարդ, այդպես բան չկա։ Հայաստանի քաղաքացին պիտի ինչ որ արել ես, եթե մի բան խախտել ես օրենքը, պետք է պատասխանես։